Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվել է։ Ըստ հրապարակված դատավճիռների Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ՑՄԱ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանին պայմանավորված տարիքով դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ Мы слышим от руководства Армении. Մոսկվայում կայացել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին ռուսական միջամտությունը կանխելու համար օգնության կոչերը Լավրովը սադրիչ է անվանել։ Նա հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանի պատասխանատու քաղաքական գործիչները գիտակցում են նման մոտեցումների վտանգավորությունը, միաժամանակ շեշտելով, որ Մոսկվան հարգում է Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքը եւ շահագրգռված է ուժեղ ու ինքնաբավ դաշնակցի գոյությամբ։ Անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի հնարավոր մերձեցմանը, Լավրովը նշել է, որ ԵՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Երևանի ցանկացած որոշում։ Նա տարօրինակ է համարել Հյուսիսից բխող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարությունները, հավելելով, որ հենց Արևմուտքն է Հայաստանին դնում արհեստական ընտրության առաջ։ Армения заинтересована в связях с Россией, и другого понимания в Армении нет. Ալեն Սիմոնյանն իր հերթին բարձրաձայնել է հայկական կողմի մտահոգությունները ռուսական հանրային տիրույթում հնչող հռետորաբանության վերաբերյալ, նշելով, որ որոշ հայտարարությունների նկատմամբ բացասական արձագանքը պայմանավորված է Մոսկվայի կարծիքի կարևորությամբ։ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը չի փորձում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի դեմ եւ շարունակում է նրան ընկալել որպես բարեկամ ու դաշնակից։ Սիմոնյանը փաստել է, որ թեև Երևանը դեռևս ունի չպատասխանված հարցեր ՀԱՊԿ-ի վերաբերյալ, սակայն իշխանությունը չի քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը եւ շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի զարգացմամբ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են բարձր մակարդակի շփումների ինտենսիվությունը պահպանելու պատրաստակամությունը։ Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը եւ պատրաստ է աջակցել տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատմանը։ Мы неоднократно говорим. Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանի նկատմամբ քաղաքացուն խոշտանգելու եւ նվաստացնելու դեպքի առթիվ։ Համացանցում փետրվարի 3-ին տարածված սահմռկեցուցիչ տեսանյութի հիման վրա, որտեղ ոստիկանը բռնություն է գործադրում ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամի նկատմամբ եւ հնչեցնում հայոյանքներ, իրականացվել է նախաքննություն։ Քննչական կոմիտեն ի պատասխան 168 EM-ի հարցմանը տեղեկացրել է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ոստիկանը ձերբակալվել է։ Նա մեղադրվում է խոշտանգում կիրառելու, անձին դիտավորության ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Human Rights Watch-ի վերջին զեկույցում արձանագրվել է Ադրբեջանում բռնաճնշումների կտրուկ ահագնացում, որը դրսևորվել է անկախ լրատվամիջոցների լիակատար լրացմամբ եւ միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի գործակալությունների եւ Կարմիր խաչի գործունեության կասեցմամբ։ Այս համատեքստում արձանագրվել է այլախոհության դեմ ուղղված հետապնդումների նոր ալիք, որոնք ուղեկցվել են շինծու քրեական գործերով, լրագրողների ու ակտիվիստների երկարամյա ազատազրկմամբ։ Կալանավայրերում խոշտանգումների անպատժելիությամբ եւ նույնիսկ վտարանդիության մեջ գտնվող բլոգերների նկատմամբ հերրակա դատավճիռների կայացմամբ։ Միաժամանակ արձանագրվել է Բաքվի ստանձնած պարտավորությունների բացահայտ անտեսում, որը դրսևորվել է Արցախի հայության անվտանգ վերադարձի եւ գույքային իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ գործունքայլ չձեռնարկելով, չնայած Վաշինգտոնյան հռչակագրով նախատեսված տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Et l'objet principal de mes déplacements successifs. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այցելել է Իրաք, որտեղ բանակցություններ կվարի ինչպես Բաղդադի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ Էրբիլի Քուրդիստանի տարածաշրջանի կառավարության ղեկավարության հետ։ Իրաքյան այցի օրակարգում առանցքային են անվտանգային գործակցության ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարի շարունակությունն ու տեղի բանտերում պահվող ֆրանսիական ցակմամբ զինյալների ճակատագրին առնչվող զգայուն հարցերը։ Մինչ այդ Դամասկոսում կայացած հանդիպմանը նախարարը վերահաստատել էր Փարիզի անձնառությունը, հանդես գալ քրդերի իրավունքների երաշխավոր եւ սատարել նորաստեղծ սիրիական պետության քաղաքական կառուցվածքում նրանց լիարժեք ներգրավմանը։ Դիվանագիտական այս առաքելությունը կեզրափակվի Բեյրութում, որտեղ կքննարկվեն Հեզբոլլահի զինաթափման եւ լիբանանյան բանակին սատարող միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
One, that I was kept out of the planning for the event. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի։ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ աշխարհի միջուկային զինանոցները կրճատելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Նրա խոսքով սա ամենակարևոր բանն է, որ կարելի է անել խաղաղության եւ կայունության համար։ Եթե Իրանը մշակի միջուկային զենք, դա շղթայաբար կփոխանցվի մյուս երկրներում եւ այն կհանգեցնի միջուկային զենքի տարածման համաշխարհային մասշտաբի, նշել է Vance-ը։ Դոնալդ Թրամփը կփորձի բանակցել Իրանի հետ խաղաղ կարգավորման շուրջ։ Իրանը եւ ԱՄՆ-ն փետրվարի 6-ին Օմանում նախատեսում են միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ անցկացնել։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Աբու Դաբիում ընթացող բանակցությունների ընթացքում մոտ են համաձայնությանը պահպանելու Start 3 պայմանագրի դրույթները։ Ըստ Axios պարբերականի գործող պայմանագրի ժամկետը լրանալու էր այս 5 շաբթի։ ԱՄՆ հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների եւ Սթիվ Ուիթքոֆի նախաձեռնած այսպես կոչված ջենթլմենական համաձայնությունը նախատեսված է առնվազն 6 ամիս շարունակել միջուկային զինանոցների փոխադարձ սահմանափակումը, զուգահեռաբար վերականգնելով 2021 թվականից ի վեր կասեցված ուղղակի ռազմական երկխոսությունը։ Այս քայլը դիտարկվում է բարի կամքի դրսևորում ուղղված միջուկային զսպման վերջին խոշոր մեխանիզմի պահպանմանը, ինչը կողմերին ժամանակ կտա քննարկելու պայմանագրի արդիականացման հեռանկարները եւ Չինաստանի աճող ռազմական ներուժի ներառման հնարավորությունը։ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոխանակել 314 ռազմագերի, հայտնել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Кирилл, здравствуйте. Скажите, пожалуйста, как проходят встречи в Абу-Даби? Ну, как вы знаете, совместно с администрацией президента Трампа идет активная Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը բանակցություններից հետո պատմել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում։ Նա նշել է, որ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումները դրական են ընթանում։ Կողմերը քննարկում են տնտեսական համագործակցության վերականգնման հարցը։ разжигатели войны из Европы, из Британии постоянно пытаются помешать. Անդրադառնալով ուկրաինական հարցին, Դիմիտրիևը շեշտել է, որ Եվրոպայից եւ Բրիտանիայից պատերազմ հրահրողները անընդհատ փորձում են խանգարել այս գործընթացին։ Նրանք անդադար փորձում են միջամտել։ Ըստ նրա, դա առաջընթացի նշան է։